Ես պիտի գոհանամ նրանից, ամեն, ես պիտին, նորից եմ ասում, սա որոշում է, ես որոշել եմ, ես պիտի գոհանամ Տիրոջից։ Նկատեք այսօրվա մեր թեման է գոհությունը, ով բարձրացավ բեմ խոսում է գոհությունից, որ երգը կամ որևէ մի բան, որ խոսվեց, անպայման առանցքային մաս է կազմում է գոհությունը։ Գիտեք, դժգոհությունը դա մեր էության մեջ է։ Մենք որ ծնվում ենք, աշխարհ ենք գալիս, առաջի պահից լացում ենք։ Այդ արդեն մեր դժգոհությունն է, խի եկանք ստեղ։ Բայց հետո որ հասկանում ենք խի ենք եկել, ավելի ենք լացում։ Ու տես մի կյանք որ ապրում ենք, շատ ավելի ենք լացում։ Եվ մենք լացելով էլ այս կյանքից հեռանում ենք։ Ուզում եմ որ իմանաս, այս կյանքը սենց կյանք է։ Այս կյանքը լեցուն է դառնություններով, վատ բաներով, կա նաև լավ բաներ, ինչու նաև չասել, կան նաև լավ բաներ եւ այլն, բայց ես ուզում եմ քեզ մի բան ասեմ։ Եթե մի հատ լավ նորություն ես սպասում, ինչ կա չկա, մարդիկ իրար ասում են, ինչ նորություն կա, ես դրան պատասխանում եմ այսպես. ոչ մի լավ նորություն, որովհետև ամենալավ առաջին եւ վերջին նորությունը, որ աշխարհի մեջ եղավ, դա եղավ 2000 տարի առաջ, երբ Աստված իր միածին որդուն ուղարկեց, հա, աշխարհ մեր ամենքիս համար, ամենալավ նորությունը եղել է 2000 տարի առաջ։ Դրանից հետո լավ նորություն չի կարող լինի։ Նկատեցիք չկա էլ։ Ամեն, եւ ես պիտի գոհանամ նրանից։ Ուզում եմ ասեմ, որ օրեր առաջ դուք տոնեցիք ամբողջ Միացյալ Նահանգների 50 նահանգները տոնեցին Thanksgiving-ը, ինքը նույն գովաբանության տոնը, եւ ես այս շաբաթ լուրերը նայելուց հանկարծ մի հատ շատ զվարճալի մի նորությունների մեջ մի պահ ֆիքսեցի, ուրեմն գիտեմ, որ սա մի տոն է, որը գոնե մեկ օրով ընդմիջում է ամբողջ 50 նահանգները, ընդմիջում են, չեն աշխատում ոչ մեկ, ոչ պետական կառավարական օրգանները, որևէ մեկը, բոլորը ընդմիջում են մեկ պատճառով, փոքրից մինչև վերջ, մանրից մինչև խոշոր բաների համար գոհանալ Աստծոց։ Մեկ օրով ընդմիջվում է ամեն ինչ գոհանալու Տիրոջից, այո, շատ լավ։ Գիտեք, որ Ամերիկայում մի հատ զվարճալի պատմություն կա հնդկահավի ներման հետ կապված։ Լսել եք այդպիսի բան։ Կա մարդ, որ լսել է, որ այստեղ հնդկահավին ներում են։ 3 հոգի, դուք ապրում եք այստեղ եւ չեք իմանում, որ հնդկահավին ներում են։ Լավ, մի հատ եմ հարց տարի, բայց եթե չգիտես, մի ասա գիտեմ։ Քանի մարդ գիտի, որ այստեղ ամեն տարի Thanksgiving-ի օրվան ներվում է հնդկահավը։ Ապաստորեն դուք 3-4 հոգի մարդ գիտի։ Շատ։ Ես ուրախ եմ, որ քիչ գիտեք, որովհետեւ ուրս սա հետաքրքիր կլինի ձեզ համար։ Սա մի հատ զվարճալի պատմություն է, կապված հնդկահավի ներման հետ, բայց սա պատճառ դառավ, որ ես սրա վրա կանգ առնեմ եւ երկար ու բարակ մտածեմ։ Եվ ես կարծում եմ ասելու բան ունեմ եւ ձեզ հետ կիսվելու բան ունեմ։ Ես ամեն լավ բան սովորում եմ Աստվածաշնչից, ոչ թե հնդկահավից, բայց այս պատմությունը պատճառ է հանդիսացել, որ մի լավ բան էլ այստեղից վերցնենք մեզ համար։ Ուրեմն սկսած 19-րդ դարից բոլոր ֆերմերները Ամերիկայում վերցնում են եւ երկրի նախագահներին հնդկահավ էին նվեր տալիս։ Դե ինչ պիտի տային, մարդիկ վերցնում են ամեն մեկը ինչ որ ուներ տալիս էր, բայց հիմնականում բոլոր հարուստ ֆերմերները, որոնք կենթանիներ բաներ ունեին, վերցնում էին եւ տարվա այդ ժամանակվա նախագահին, ուրեմն նվիրում էին մեծ հնդկահավ։ Եվ 1963 թվականին Ջոն Քենեդին առաջինն էր, որ երբ որ այս բառը ասեց հնդկահավի նվիրման ուրեմն առիթով, ուրեմն ուղղակի նվիրում էին, որ նախագահները այդ իրանց սեղանին ունենան հնդկահավ։ Բայց Ջոն Քենեդին առաջինն էր, որ 63 թվականին նայեց իրեն նվիրած հնդկահավին, հնդկահավն գիտեք, կերած խմած կենթանի է, նայեց իր նվիրած հնդկահավին եւ ասեց. լսիր ուշադիր, ասեց թող գնա եւ թող ապրի, ուզում եմ որ նա ապրի։ Եվ հնդկահավին տարան եւ ներում շնորհեցին, որովհետեւ երկրի նախագահը փաստորեն ներում շնորհեց։ 1979 թվականին Ջորջ Բուշ ավագը դա դարձրեց պետական ավանդույթ մի հատ, որ ամեն տարի 89 թվականից սկսած պրեզիդենտների համար սպիտակ տամբակում բերում են մի մեծ հնդկահավ եւ պրեզիդենտը ներում է շնորհում, ուրեմն Քենեդուց եկած այդ սովորությունը եւ հնդկահավին ասում է գնա, ներում եմ քեզ, գնա ապրի։ Այս տարի Դոնալդ Թրամփը տեսակ հնդկահավին բերեցին եւ գիտեք, որ պետականորեն նստած որոշում են այդ օրվա տարվա հնդկահավը ով է լինելու եւ անունը ինչ է լինելու։ Այնպես որ հասարակ գործչեսը անունն են որոշում, որ հնդկահավը պիտի լինի։ Այս տարվա հնդկահավի անունը գիտեք ինչ է։
Ես Ամերիկայի պատմությունը սովորում եմ եւ նրա հետ կատարված ամեն օրվա դեպքերը ամեն օր նայում եմ։ Այս տարվա հնդկահավի անունն էր Գաբի։ Հարցը երկու հատ չէ, հարցերն է որ Գաբի էր անունը, որը դրված էր իր առջև եւ Թրամփը երբ որ խոսեց, ասաց քեզ ներում եմ, շնորհում եւ այլն, հնդկահավը արձագանքեց։ Տեսակ ոնց խեղճ մարդը վախեցավ էլ անգամ արձագանքեց։ Եվ ես այդ պահի տակ կանգ առ ասեցի, հնդկահավն ես ու արձագանքես, որ քեզ ներում են շնորհում։ Կամ մարդ գլխի են գնում ինչ եմ ասում։ Քեզ ներում շնորհեցին, բայց հարցը նրանումն է, հնդկահավին, որին ներում շնորհեցին, ասացին գնա ապրի քո կյանքը խաղաղ։ Ես հիշում եմ բառերը, որոնք ասվեցին։ Գնա ապրի եւ բոլոր պրեզիդենտներն են ասել, գնա քո կյանքդ խաղաղ ապրի եւ պահի տակ ցույց են տալի որտեղ են տանում հնդկահավերին։ Գիտեք, մարդը այսօր ապրելու տեղ չունի, հնդկահավին տարան գեղեցիկ միած սենյակ, որտեղ իմ ուշադրությունը գրավեց ննջարանի երկու մահճակալը։ Ես չգիտեմ հնդկահավը տեղը բարձանում քնում, երևի։ Ես մտածեցի ինչքան մարդիկ այսօր կնային հնդկահավին երանի կտան, հələ սրա ապրած տոնը նայի։ Մի խոսքով, բայց ես մի հատ բայց եմ ուզում քեզ ասեմ։ Բայց եթե այս տարվա հնդկահավին ներում շնորհեցին եւ ուղարկեցին տուն, մեկը հաջորդ տարի իրան մորթելու են։ Իրան մորթելու են եւ իրան ուտելու են եւ իրան ներումը ժամանակավոր էր։ Սակայն այնինչ որ 2000 տարի առաջ Աստծո որդին եկավ աշխարհ եւ արեց, նախ դա արեց, որովհետեւ քեզ չսիրեց ժամանակավոր սիրով, սիրեց քեզ հավիտենական սիրով, ամեն, քեզ ներում շնորհեց, ինքն էլ չասեց, եթե վաղը մի հատ մեղ գործես, ես դա կհիշացնեմ քեզ եւ քո փրկությունից դու կզրկվես, նա ներեց մեզ հավիտենական, նա սիրեց մեզ հավիտենական սիրով, նա ներեց մեզ, նա վերականգնեց մեզ, նրա խոսքից մենք վերստին ծնվեցինք եւ մեզ ուղարկեց ոչ թե ժամանակավոր կացարաններ, այլ հավիտենական կյանքի ուղեգիր տվեց։ Սա ավելի է քան հնդկահավի կյանքը։ Ամեն։ Ահա եւ ինչպես դու հիմա ունես պատճառ, ունես պատեհություն նրան գոհություն տալու։ Ամեն։ Նրան ասելու գոհանում եմ Տեր։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Սա հնդկահավի պատմությունը։ Գիտեք, ուզում եմ ասեմ, որ չմոռանաս Քենեդու խոսքերը, որ ասեց, ուզում եմ որ նա ապրի, գնա եւ ապրիր։ Այսպես ասաց հնդկահավին, ասում եմ նայեց հնդկահավին, ժպտաց եւ ասաց թող նա ապրի։ Ուզում եմ մի համար տեսնես։ Եզեկիել մարգարեության 16:6 գրված է. Եվ ես անցա մոտովդ ու տեսա քեզ արյանդ մեջ կող տրվելիս։ Եվ ասացի քեզ քո արյան մեջ, թե ապրիր։ Այո, ասացի քեզ քո արյան մեջ, թե ապրիր։ Խնդրում եմ անգլերեն վերսիան գա։ Կարող այստեղ կարճ է։ Նա ասաց live, ապրի։ Ապրի։ Նա ասաց ապրիր։ Նա անցել է եւ տեսել է դու ընկած ես մեղքի մեջ։ Դու ջարդված ես, դու կոտրված ես։ Դու ոչնչացման եզերին կանգնած ես։ Քեզ հետ միասին նաեւ ես։ Նա անցավ, տեսավ մենք արյան մեջ թաթախված ենք, կոտրված ենք, ընկած ենք, նայեց մեզ եւ ասեց. եթե ես սրան ներում չշնորհեմ, նա կկործանվի հավիտյան։ Եվ նայեց, կարծում եմ Քենեդին ստեղից սովորել է, նայեց եւ ասեց. թող նա ապրի։ Սա քո ներումն է։ Սա քո գովաբանության համար առաջին պատճառն է, որ պիտի դու ինչքան ապրես հիշես Եզեկիել 16:6-ը։ Սա հռչակագիր է քեզ համար։ Հիսուսն ասեց. ես ուզում եմ թող նա ապրի։ Այո, ես ասացի ապրիր։ Դու ասում բարձր ծափարություն։ Ուզում եմ մի պահ կանգ առնենք այսօր, մի պահ կանգ առնենք նրա սիրո վրա։ Գիտեք, հավատացեք, ամեն բան սկսվում է սիրուց։ Եթե դու մարդուն օգնում ես, դու օգնում ես այն պատճառով, որ դու սիրում ես նրան։ Դու եթե ուզում ես ապրել նրա հետ, ապրում ես այն պատճառով, որ սիրում ես նրան։ Ներում ես այն պատճառով, որ սիրում ես իրան։ Եթե չլիներ այդ սերը, չէր լինի ոչ մի բան։ Ամեն։ Մենք մի քիչ առաջ մի հատ հրաշալի երգ երգեցինք եւ ուզում եմ այդ խոսքերը, այդ երգի բառերից եկեք նայենք այստեղ։ Ասեց երգի ժամանակ քանի մարդ է հիշում, որ այս երգը այսօր երգել ենք։
Կա մարդ որ հիշում է, նվագողն ասում է ես, հալելույա, փառք Հիսուսին, մնացածդ որ երկեցիք չզգացիք, որ այս երգ արդեն այսօր երկվեց, շատ լավ, թե աշխարհի մարդիկ այս հասկանան, Աստծո սիրով է շնչում ամեն բան, կամ թե Աստված թողնի մեզ մի վարքյան, բոլորս անդարձ կեթանք կորստյան, կա ինչ-որ մեկը որ կասի, այո, դա այդպես է, եթե նա մի վարքյան թողեց, եթե նա մի վարքյան կոնտրոլը վերցրեց քեզանից, մենք բոլորս կեթանք ինչ կորստյան, անդարձ կորստյան, հիմա սա ապացուցեմ Աստծո խոսքով, Կողոսացիների թուղթն ասում է, նայեք, ասում է, թե աշխարհի մարդիկ հասկանան, որ Աստծո սիրով, այսինքն Աստծով է ամեն բան։ Կողոսացիների թուղթն ասում է 1:16-ը, վասնզի նրանով ամեն բան ստեղծվեցավ, ինչ որ երկնքում եւ ինչ որ երկրիս վրա է, երևողները եւ չերևողները, թե աթոռները, թե տերությունները, թե պետությունները, թե իշխանությունները, ամեն բաները նրանով եւ նրա համար ստեղծվեցավ։ Դու մեկին ես հավատում, դու մեկին ես հետևում, որ թագավոր է թագավորների, Աստված բոլոր աստվածների, Տեր բոլոր տերերի, որ նրանով է լինում ամեն բան ու առանց նրա ոչինչ չի լինում, եղածները, գալիքները, այն ինչ որ առաջ է եղել է, ինչ որ հետո ամեն բան նրանով է, ամեն։ Դու որ ապրում ես, դու նրա որոշման տակ ես հիմա նստած։ Եթե դու այսօր ապրում ես, որովհետև հիշիր, այսօր երկիր մոլորակի վրա հազարավոր չէ, միլիոնավոր մարդիկ մահացել են։ Աշխարհի տարբեր երկրներից, տարբեր տարիքի մարդիկ չեն լուսացրել այսօր։ Բայց դու այստեղ ես, որովհետև քո կյանքը ապրելու Քրիստոսի որոշման տակ է։ Այդ երկի մեջ կա մի հատ ուրիշ նախադասություն։ Իսկ եթե չլիներ այդ սերը, չեն լինի մեզ փրկություն։ Սերն է հավերժ կյանքի հույսը, որ գամվեց խաչին ու թափեց արյուն։ Եկ միասին մի բան ենք նայելու, հիմա բոլոր նրանք, որ հանգիստ նստած են, ես կփորձեմ անհանգստացնել ձեզ։ Հովհաննես 3:16-ում, որովհետև եկեղեցի չեն գալիս քնելու համար, եկեղեցի չեն գալիս ժամեր հաշվելու համար, եկեղեցի են գալիս ինչ-որ մի բան վերցնելու համար։ Ամեն։ Ուրեմն Հովհաննես 16-ը իրար հետ են կարդալու։ Լավ։ Բոլոր նրանք, ովքեր հայերեն գիտեն, հիմա հայերեն կկարդանք, բայց սա այն համարն է, որ դու պիտի անգիր իմանայի, հետո կկարդաք նաև անգլերեն։ Ուզում եմ, որ իրար հետ բոլորս կարդանք հետևյալը։ Հիշիր, այս խոսքերի պատճառով է քո երկրորդ կյանքը սկսվել։ Ինձ հետ միասին, եթե լավ չասես 10 անգամ ասելու եք, այնտեղ սաղ ինչ որ կա սառելու է։ Ավելի լավ է մի անգամից կոնկրետ իմ հետ միասին, ասա, ես է քեզանից փորձեմ, դու էլ ինձանից։ Ալելույա, որ այնտեղ հասցնենք ամեն ինչը։ 1, 2, 3 Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվավ, որ ամեն նրան հավատացողը չճոճի, այլ հավիտենական կյանք ունենա։ Անգլերենի կարիքը չկա, սուպեր ասացիք։ Սուպեր, մալացի։ Ամեն։ Հալելույա, սա մեր այսօրվա կարևորագույն հռչակումն է, որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ մինչ իր միածին որդուն տվեց, այո, որ ամեն նրան, դու հավատացող ես։ Ուրեմն քո մասին է խոսքը, ասում ամեն նրան, դու հավատում ես։ Մի հատ խնդրում եմ կողքինիդ հարցրու, դու հավատում ես։ Մի հատ հարցրու, նեղություն մի քաշ, մի բաները հարցրու, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Եթե քո կողքինն ասեց, որ ես հավատում եմ, նշանակում է մի հատ է շրջվի նրան ասա շնորհավորում եմ հավիտենական կյանք ունենալուց համար։ Ամեն։ Եկեղեցում պիտի անցուդարձ լինի։ Եկեղեցում ձայն պիտի լինի։ Ամեն։ Ալելույա, փառք Տիրոջը։ Ուզում եմ մի բան նայենք Աստծո խոսքից։ Լավ, սանայենք։ Առանց Քրիստոսի, Հիսուսի փրկագնման մարդկությունը հավերժ կապրեր մեղքի մեջ, ինչ որ մեկը կասի, այո, հավերժ կապրեր մեղքի մեջ եւ կդառնար մեղքի սերունդ, սատանայի սերունդ։ Քեզ հիմա ինչպես են կոչում։ Մի հատ ինչպես է հնչում։ Ինչպես է հնչում։ Աստծո որդի։ Հավիտենական թագավորության ինչ հպատակ։ Արքայության քաղաքացի։ Ալելույա։ Ալելույա։ Եսային ասում է, ահա խաղաղության համար, ես կարդամ այստեղից, ահա խաղաղության համար դառնություն եղավ, ինձ դառնություն, բայց դու սիրեցիր իմ անձը,
ոչնչանալու գուբիցը։ Այսինքն դու սիրեցիր ինձ այնքան, որ գուբի մեջ ոչնչանալու այդ խնդրից ազատեցիր ինձ, գուբից հանեցիր, որովհետև բոլոր մեղքերս մեջքիդ ետևիցը գցեցիր։ Ես մի հարց եմ ուզում տամ, եղել է, որ մի անգամ ձեր տան աղբը թափել ես։ Երկու հոգի է տան աղբը թափում, այդ աղբը ով է ալել, դուք թափում եք աղբ, հիմա երևի հասկացանք, կա մարդ, որ աղբն է թափում իր տան, բոլորը սկսեցին թափել, շատ լավ, թափել ենք, աղբը թափել ենք, աստորեն, երկու հոգի դեռ բարձրացեցին, մտածեցի ինչ է ձեր տան վիճակը հիմա, ալելույա, եթե աղբը բարաքյատա, ալելույա, ես չգիտեի, որ աղբը բարաքյատա, Տեր Հիսուս ջան, ինչ հայտնություն ստացել սոր եկեղեցուց։ Լավ, ինչ եմ ուզում ասեմ, երբևիցե դու աղբ թափել ես, ասացիր այո, երբ որ դու թափել ես, հետո ասել ես, այս աղբը որ թափեցի այն մարդ մեջը կարող է կարևոր բաներ անել, հələ մի հատ գնամ աղբամանը բացել ես, ասեք իջացրել ես փողոց, որոշներինը տան շենքի մեջ է, որոշներինը դրսում այն որ սոց գլգլալով բերում տանում եք եւ այլն, ասենք միտքդ եկավ որ կարող է կարևոր բան ես գցել, գնացիր, բացեցիր, բոլորի հարևանների աղբով, բանով հանիր, թափիր դուս, այդ աղբն ես քրքրում եւ նայում։ Կա մարդ որ աղբը թափում է, փոշմանում է, այդում քրքրում է, չկա չէ։ Նայեք ինչ ասում, դու իմ մեղքերը ներեցիր եւ քո կռնակից մեջքիցը հետ գցեցիր։ Ես ուզում եմ ասեմ, եթե դու քեզ թույլ չես տալիս աղբամանի մեջ քրքրելու, ապա Հիսուսը, որ քո կռնակից հետ շպրտեց իմ եւ քո աղբը, իմ եւ քո աղբի տոպրակը, նա երբեք հետ չի գնալու այդ աղբը քրքրի, որ դրանից մի բան անի, խփի իմ ու քո երեսին, նա ներել է քեզ չհիշելու պայմանով։ Հալելույա, փառք Հիսուսին։ Ուզում եմ, որ այսօր մի կարևոր բան իմանաս, նրա ներման որակի մասին, ուզում եմ սա նայես, երբ Աստված ներում է, դա նշանակում է նա դեն է նետում, Ադամ բրենդի մեղք արտադրող հաստոցի խոտանը, փորձել է անգլերեն գրողը տակից դուրս գա, իմ նախադասության և իմ մտքի, դուրս է եկե, չի դուրս եկե, դժվար էլ դուրս գար, ալելույա, փառք Տիրոջը, երբ Աստված ներում է, դա նշանակում է, որ նա մեր ներսից դենանետում Ադամից վաստակած, այդ մեղքը, որը մենք արտադրում ենք, այդ բրենդ ունի իր վրա, այդ կոչվում է Ադամ, այդ բրենդի արտադրած մաշինա, որ կա է, մաշինա, մեքենա, որ բան է արտադրում, ապրանք, այդ մաշինան է փորձում խափանի, այդ մաշինայի փորձում է վատ խոտան, հայերենում լավ բառ է սա, խոտան, ոտև հայերենը ճոխ լեզու է, խոտանը, այսինքն անդուր, բռակ ապրանքը, գիտեք, մենք լինելով, ծնվելով Ադամի որդիներ, մեր այդ մաշինան դրված է այստեղ, այդ հաստոցը, այդ մի հատ բրենդ կա, էլի, Ադամի բրենդն է, արտադրում ենք անվորակ բաներ, մեր մեջից ինչ որ դուս եկավ, դուս ագարի անվորակ, բարկություննա, չարություննա, բամբասանքա, նախանձա, ատելությունը, այդ իսաղ այդ մեքենան է տպում, ու տպելուց անվորակ ապրանքը տպում, նա մեզ ազատել է այս խոտանի մեքենայից, ամեն, երբ Աստված ներում է, մաքրում է մեզ, նա ներում է չհիշելու պայմանով, դու կարող է քեզ չներես, դու կարող է հիշես քո արածները, այն որ ասում ես ինքս ինձ չեմ ներում, կա չէ տենց արտահայտ, չեմ ներում, որովհետև նայում ես ինչ որ արել ես չներելու բանա, բայց ես ուզում եմ քեզ մի բան ասեմ, այս գողության տոնի ժամանակ ուզում եմ մի բան ասեմ, ինչ որ դու արել ես, ինչ որ դու անում ես, ինչ որ դու ապագայում անում ես, անելու ես, Հիսուսը սաղ ներելու է, բայց հարցը նրանումն է, որ չի կարելի խաղալ Աստծո շնորհքի հետ։ Աստծո շնորհքի հետ վտանգավոր է խաղալ, որովհետև նա մի օր կարող է կանգ առնել։ Նա մի օր կանգ կառնի, բայց նա միշտ ներում է։ Այսօր ինչ որ ներել է Տերը, երեկել է ները։ Դրանից առաջ ինչ որ արել ես, էլի է ները։ Նա ներում է չհիշելու պայմանով, բայց խղճան ես Աստծո ներման հետ, լավ։ Խղճան ես Աստծո շնորհքի հետ։ Երբ մեկին մի բան ես շնորհքանում, ուտենում ես քեզ չի հասկացել, չի գնահատել, դու վիրավորվում ես։ Ասում ես, այսքան արեցինք իր համար չհասկացավ։ Նա մեզ ամեն օր 24 ժամով ներում է։ Որտեղ մենք 24 ժամ բան ենք արտադրում։
Այդ խոտան մենք արտադրում, նա ներում է մեզ։ Գիտեք ում ունենք մեր կյանքում։ Մեկին, որ 24 ժամով ներում է մեր ամեն գիտակցական եւ անգիտակցական արարքները։ Մեր ամեն հատուկ ասված եւ ուղակի բերնից թռած այս ամեն խոսքերը եւ այլը, նա ներում է մեզ, որովհետեւ դա պատճառ ունի ինքը մեզ ներելու։ Նա սիրում է քեզ։ Նա սիրում է քեզ։ Երբ նայենք Միքիա մարգարեի, Միքիա 7:19 գրված է։ Նա դարձյալ մեզ պիտի ողորմի, Փառք Հիսուսին։ Նա պիտի ոտնահարը մեր անօրենությունները։ Թողեք մնա այս էկրանի վրա։ Թողեք մնա սա էկրանի վրա։ Նա դարձյալ մեզ պիտի ողորմե։ Ինչու՞ թե նա պիտի ոտնահարե մեր բոլոր անօրենությունները եւ մեր բոլոր մեղքերը։ Դու կգցես ծովի խորքերը, դա նույն աղբամանն է։ Նկատեցիք, մի բան որ ձեռքից հեճղել է, մի բան ընկել է ջուրը ծովի մեջ, ու դու չես կարողացել այդ այլևս գնաց։ Ես ուզում եմ ասեմ, քո ամեն օրվա արած սխալները, մեղքերը նա ներում է խորտակելով ծովի հատակում, որ հաջորդ օրը էլ չգտնի քեզ հիշացնի։ Դուք հասկացաք ում եք եկել այսօր պաշտելու։ Նա դարձյալ մեզ պիտի ողորմի։ Նա պիտի ոտնահարի մեր անօրենությունը, ոտնահարի անօրենությունները եւ մեր բոլոր մեղքերը դեն կգցի ծովի հատակը։ Եսային ասեց, նա ներում է մեզ եւ մեր մեղքերը իր կռնակի հետևից թափում է աղբարկղը ու չի գնում այդ աղբարկղի մեջ, քանդի ասի, քեզ լավ չես պահել, զիբիլանոցից գտել եմ զիբիլդ, գտել եմ արիստե, էսով արեմ, կամ էսով ասեմ։ Նա ոտնահարում է մեր անօրենությունները։ Գիտեք, ես ձեզ մի բան ասեմ։ Ասենց Աստծո համար կարելի է ոչ թե սիրել, ոչ թե երկրպագել, օ Տեր, ինչ մեծություն ես դա։ Այս կարգի Աստծո համար խելագարվել է պետք։ Ուղղակի խելագարվել։ Հաջորդ բանն եմ ուզում տեսնել։ Ես եմ 43:25 Ես, ասում է Աստված, ես եմ բառի հետ ծանոթ ենք։ Ես եմ, որ ջնջում եմ քո հանցանքները, իմ պատճառով եւ քո մեղքերը, այտենց ուզում եմ ջնջում եմ, իմ պատճառով ես ջնջում եմ քո հանցանքները եւ քո մեղքերը չեմ հիշում։ Ես ապացուցեցի քեզ, որ նա ներում է չհիշելու պայմանով, գցում ծովի հատակը, կռնակից դեն նետում։ Ես եմ, ես քո Աստվածն եմ ասում, ես այն մեկն եմ, որ ջնջում եմ քո հանցանքները, այտենց եմ ասում, իմ պատճառով, որովհետև սիրում եմ քեզ եւ քո մեղքերը էլ չեմ հիշում։ Դու կարող ես հիշես, նա ոչ մի բան չի հիշում։ Գիտես ինչի, որովհետև Աստված սրբության Աստված է, նա կեղտի հետ գործ չունի։ Ինչը որ թափվել է, ինչը որ հեռացել է քո կյանքից, հեռացել է։ Այսօր մինչև օրվա վերջ դու ժամանակ ունես դեռ։ Հնարավոր է մինչև օրվա վերջ բաներ թույլ տաս, որ չի կարելի, բայց նա գրված է, ես կմաքրեմ։ Բայց հետո շատ լավ հավատք է, շատ լավ հավատք է, ասում եմ, կոտնահարեմ քո անօրենությունները, կներեմ քո մեղքերը։ Ես ուղղակի կրկին անգամ ուզում եմ միջանկյալ հիշեցնել, չի կարելի խաղալ Աստծո շնորհքի հետ, ոչ էլ ողորմության, որովհետև այն կանգառներ ունի մարդու կյանքում։ Չես իմանում որ ժամին, որ րոպեին նա կասի կանգառ իջի։ Ամեն։ Հիշեք, որքան էլ որ նա մեր հայրն է, որքան էլ նա մեր թանկագին փրկիչն է, ունեցիր սուբորդինացիա Աստծո նկատմամբ, ունեցիր խորին պատկառանք եւ կանգնում ես նրա առաջ։ Ամեն։ Մարդիկ կան օղին ձեռը, աղբեր, կա չէ տենց բան, մեռնեմ սրբերին, սես բերանեցող, ուզում եմ մանամ սրա մոտ ինչ դասակարգում կա սրբերի, Աստված բերանը ծռը չէ, խմենք սրբերի կենոցը, մինչև հիմա ուզում եմ հայտնություն ստանամ, այդ ինչ սրբերի դասակարգում ասած, բերանեցող եւ այլն, ապեր խմենք Աստծո կենոցը, Աստված վերևից նայում ասում է տաղերքով հավաքվել ենք խորոված քյաբաբ ենք գցել նա ջոկում ես ինչ փառք ունեմ ասում է խմենք առաջինը աղբեր սրանով խմենք Աստծո կենացը ապրեն տաղերքը մալադեց բայց ինքը դրա կարիքը չունի ինքը չի ուզում որ դու իր կենացը խմես ինքը ուզում է որ իրեն չմոռանաս ինքը ուզում է որ դու իմանաս թե դու ինչի հաշվին ես ապրում որ հասել ես խորոված ուտելու ամեն Փառք Տիրոջը
Կարող ենք այսպես ասել, այս շաբաթը գովաբանության շաբաթ է, նույն ինքը Thanksgiving-ը գովաբանության շաբաթ է, եւ ես հասարակ մի քանի բան եմ իմ էկրանի վրա բարձրացնելու, որ քեզ հիշեցնեմ, դու դրա համար հեչ գոհացած կաս։ Ուզում եմ մի անգամից նայենք դրանք ինչեր են։ Նրա ուժը երկնքում է, ամեն ում համար է քեզ։ Նրա դոսմստեր զորացրու ինձ։ Նա ուղարկում է երկնքից զորություն քեզ ոտի կանգնացնելու։ Նրա ուժը երկնքում է, փառք ես Տեր, նախ փառք ես, որ քեզ ունեմ, փառք ես, որ ունեմ ուժեղ Աստված, զորավոր եւ կենթանի Աստված, որ ամեն անգամ եմ ընկճվում եմ կյանքի հարվածներից եւ խնդիրներից եւ խեղճանում եմ, ասում եմ, ուղարկիր ինձ զորություն վերականգնելու։ Դուրս սրա համար ասում փառք։ Հաջորդ բանը նայենք։ Շնորհակալ ես Աստծուց նրա համար, ով ծիածաններ է նկարում երկնքում։ Դու հետ չես մտածել է ծիածանը ով է երկնքում հանում։ Նոյի հետ է ծիածանի մասին խոսեց։ Հեշտ տեսել ես մեկի, որ վերևում ծիածան նկարի։ Չէ։ Նա անձրևներ է անում մեզ համար։ Հողի համար, երկրի համար նա ծիածաններ է նկարում։ Դուք նկատել եք հենց ծիածան է հայտնվում երկնքում, ասում ես, նայ սիրուն ծիածան է։ Երբ որ ծիածան կտնաս այսօրվա հավաքույթը կհիշես, նա ծիածաններ է նկարում, որ քո աչքը չշոյվի եւ դրա համար կողանաս Տեր աչքից։ Ամեն։ Եկ նայենք հաջորդ բանը։ Նայի երկնքի թռչուններին, նա ստեղծել է նրանց քեզ համար։ Առավոտյան երբ մենք աղոթքը ժողովի ենք եթում, որովհետեւ շատ առավոտ կանուխ ենք եթում, գիտեք, մի խումբ ագրավներ, ջոկատ կա տենց, ագրավների ընտանիք հավաքված է կազմակերպված, ագրավ եմ ասում, ամեն մեկի կտուց է իսկանա։ Այդքան երկար, այդ երևում է մի 400 տարի ապրում է, որտեղ ասում են ագրավները 400 տարի ապրում են, ես չգիտեմ, չեմ նայել իր փաստաթղթերը, բայց իր տեսքից երևում է, որ բավականին տենց կյանք տեսած ագրավ է, մի խոսքով, եւ սկսում են այս ագրավները, չեն թողում աղոթենք, այն պուճուրիկ մացած թռչուն կա այստեղ, քիթը սենց երկար մտնում ծաղիկների մեջ եւ այլն։ Այդ իրա հերթին այրա ձենը գցում, այդ ագրավները իրանց հերթին են իրանց ձենը գցում։ Մի օր վերկացա, այս ագրավին ինչ ասես ուզեցա ասեմ, բայց հետո հիշեցի, որ Աստվածաշնչում գրված է, որ հանկարծ կտենաս, որ ագրավը առավոտ կանող գոռա, հիշի հացը ուզում։ Ասացի sorry breakfast-ի ժամնա, լավ կեր, հալելույա։ Պաստորենը տեղից էլ իմացա, որ ագրավները առավոտ կանող երբ կանչում են, տիրոջն են սպասում, հաց տուր մեզ արթնացել ենք։ Ամեն, նա թռչուններին եւ բնության ամեն գեղեցկությունը պատրաստել է քո համար։ Ուրախանում ես սրա համար։ Ես հասարակ բաներ եմ բերել։ Ես չեմ բերել, որ ասեմ Դոնալդ Թրամփն ասել է կարող է չեք ստանաք, հա։ Ես շատ լավ բան կարա լինի, չեք բանտեն։ Ես էդի չեմ բերել։ Միթե սա է մեզ ուրախացնում։ Այդ չեքը մանրես մարդավարի բան էլ չես առնելու։ Բայց սրանք հավիտենական բաներ են։ Ամեն, հաջորդ բանը նայենք։ Հաջորդ բանը։ Նա որ նկարում է երկինքները, երբևիցե եղել է, որ ասել ես, ես ուզում եմ երեկոյան ման գալ դրսում, ու սիրտդ ուզել է, որ դուրս գաս, նայել ես աստղազարդ երկնքին, նայել ես ինչ գեղեցիկ են փայլում աստղերը, նայել ես այդ ծղրիդների ձայները, իրենց ձայները, ջինջ երկինքը, լի աստղերով, եւ դու այդ մաքուր օդին ման ես եկե, հետո գնացել ես տուն, ասել ես շնորհակալ եմ քեզանից Տեր, այս գեղեցիկ եւ աստղազարդ երկնքի համար, բոլորը ասել են, ապրեք, Տեր օրհնի ձեզ, ես հավատում եմ, որ ասած կլինեք, հաջորդը նայենք, իմ ամբողջ ուրախությունը եւ իմ ամբողջ ցավը նա գիտի, իմ ամբողջ ուրախությունը եւ ամբողջ ցավը Աստված տեղյակ է դրան, գիտես այդ մասին, գիտես, որ երբ որ տխուր ես, առաջին մեկը որ կգա եւ քեզ կուզենա ոտի կանգնացնի ու շատերը չեն գա, դա Հիսուսն է, գիտես այդ մասին, եւ երբ որ դու ուրախանաս էլ, կարող է մարդիկ գտնվեն, որ դժվարանան ուրախանան քեզ հետ, բայց Հիսուսը կրկին կգա, քեզ հետ կիսելու քո ուրախությունը, ամեն, հիշիր քո ուրախությունը եւ ամբողջ քո ցավը, Աստված գիտի տեղյակը, եւ երբ որ դու անցնում ես դրանով, նա քեզ հետ է հավատան։ Հաջորդ բանը նայենք, գիտեք, նա այնտեղ է ուրախության մեջ այս արտահայտությունը, սա հավատացյալ ժողովուրդը օգտագործում է ասելու հետևյալը, որ ես հավատում եմ, որ իմ երջանկության, իմ ուրախության մեջ, երբ ես ցնցում եմ, երբ ես ունեմ իմ աղոթքի պատասխանները, դա Տերս է արել,
Դանան ներկա է այնտեղ, դրա համար ես ցնծում եմ։ Այո, երբ որ պատասխանները ստանում Տիրոջից, գալիս ես հատուկ փակես սենյակի դուռը եւ ասես, «Այս ճանապարհը երկար եմ սպասել Տեր, սրա համար շատ եմ աղոթել Տեր, շնորհակալ եմ իմ աղոթքը իր վախճանին հասավ, իմ հավատքը, որ դրել է այս խնդրի վրա, իր վախճանին հասավ, այս հարցը դու լուծեցիր Տեր, շնորհակալ եմ, ամեն դու իմ ուրախության մեջ, իմ ճանապարհների մեջ, իմ ամեն ինչի մեջ դու ներկա ես»։ Ամեն, հաջորդ բանը տեսնենք։ Սա նայենք, ուրախ ես, որ հովիվ ունես։ Գիտեք, դրսի մարդիկ, որ հիմա դուրս կգաս, իրանք հովիվ չունեն, որովհետև իրանք կոչում են ամբոխ, բոլորը մի տեղ եթում են, ամեն մեկը մի ճանապարհով է եթում, բայց Աստծո ժողովուրդը դա ամբոխ չէ, դա Աստծո ժողովուրդ է, որը ունի Տեր, որը ունի Աստված, եւ մենք այն ժողովուրդն ենք, որի Աստվածը Տերն է, ամեն։ Տերը իմ հովիվն է, մի հատ ասա բարձր, Տերը իմ հովիվն է, ես ոչ մի բանից չեմ վախենա, ոչ մի բանի կարոտություն չեմ ունենա, ինչու, որովհետև Տերը իմ հովիվն է, ինչու, ալելույա, փառք Հիսուսին, հաջորդը նայենք, ես գոհանում եմ Աստծուց, որովհետև ես գիտեմ, այս աշխարհում եթե ոչ մեկին հնարավոր չէ վստահել, բայց կա մեկ այս երկնքի տակ, երկնքում, իմ սրտում, որ ես կարող եմ նրան վստահել։ Ով է վստահում Հիսուսին։ Ասեք, որ վստահելի անձ է։ Սայթաքես, իր ուզածով անեսել, չանեսել, կրկին քո կողքին է։ Մենք վստահում ենք, որ նա մեզ կանցկացնի այս ճանապարհով, որ քո կյանքը քեզ միգուցե բժիշկները լավ դիագնոզ չեն տվել, միգուցե դու վախեր ունես կյանքի նկատմամբ, բայց ես քեզ ուզում եմ այսօր մի բան ասեմ, վստահիր Աստծուն, քո կյանքը կախված չէ բժիշկներից, քո կյանքը կախված է Աստծուց, որովհետև որքան որ պիտի դու ապրես երկրի վրա, դու դեռ չծնված, նա քո համար, քո անունով գիրք ունի, այդտեղ գրված է, արխային ապրիր, հանգիստ ապրիր, Տերն է որոշելու դու ապրես թե ոչ, Տերն է որոշելու դու մնաս թե ոչ, որովհետև ոչ կարաս առաջ անցնես, ոչ կարաս վախերից հետ ընկնես, նա ունի բոլորի համար որոշած օր, վստահիր Աստծուն, ամեն, հաջորդ բան ինչից են գոհանում, նա ծածկում է ինձ աստղերի վերմակով, գիշերը որ դու պարկում ես քնելու, երկինքը վերմակի պես դուրս է գալիս, դու նայում ես երկնքին, նայում ես չինչ խաղաղ մաքուր երկնքին, աստղաշատ երկնքին, եւ հանգիստ պարկում ես եւ հիշում ես այն բառը, որ գրված է Սաղմոսներում. Աստված իր սիրելիներին անուշ քուն է տալիս, եւ դու պարկում ես աստղերով ծածկում քո վերմակը, ամեն, գիշերը եւ երկինքը վերմակի պես է քո վրա, ամեն. Ես գոհանում եմ ամեն խաղաղ գիշերի համար, որ դու ռումբերի տակ չես քնում, որ չես քնում մի տանը, որ առավոտյան այլևս չես արտանում, որովհետև բոմբը, ռումբը ընկավ շենքի վրա եւ շենքը քանդվեց։ Օրեր առաջ ես տեսա, որ Ուկրաինայում այդ բոմբը մտավ այդ տան մեջ, մարդիկ լուսադեմ ժամը 6-ն էր, հələ քնած էին եւ այլևս չարտնացան։ Դա աստղերով վերմակ չէր այդ գիշեր, դա բոմբերով վերմակ էր, պարզա, փառք Աստծուն, որ դու ապրում ես մի երկրում, որտեղ կա խաղաղություն, ամեն, փառք Աստծուն, հաջորդ բանը տեսնենք եւ սա վերջինն է, որ տեսնում ենք, նրա մեջ կա մխիթարություն, ինչպիսի ճանապարհով էլ որ անցնես, նկատել ես, դու նրանով մխիթարվում ես, ինչպես էլ ընլի քո ճանապարհը, պրոբլեմներ, բորբոքվածություն, հարձակումներ, քո պլանները ձախողվեցին, քո ուզածի պես չեղան, մեկը, որքան էլ կոտրվում ես, որքան էլ տխրում ես, արժի որ մտնես ներքին սենյակ, դու կնկատես ընդեղից դուրս ես գալի լրիվ ուրիշ մարդ։ Շատերն ասում են, որ մենք գալիս ենք եկեղեցի, երբեմն գալիս ենք մեր պրոբլեմներով, մեր տխրություններով, մեր դժվարություններով, բայց եկեղեցուց եթում ենք ուրախացած, մխիթարված, թեթևացած, ինչ պատահեց քեզ հետ։ Ինչ պատահեց քեզ հետ։ Նա հպվեց, երբ որ դու նստած էիր։ Նա հպվեց, երբ որ դու նստած էիր, այո, հպվեց քեզ։ Գիտես, շատ անգամ ասում եմ, որ ինչու հավատացյալները չեն փոխվում։
Ասում են ինչու հավատացյալները չեն փոխվում։ Ես ունեմ մի պատասխան դրա համար, որ բայց կարող է շատերին սա դուր չգա, բայց դա իրականություն է, սակայն եթե ինչ-որ մեկին դուր չգա, դրա պատճառով չեմ լռի։ Գիտեք ինչու մարդը չի փոխվում, որովհետև Աստված չի ապրում իր մեջ։ Որովհետև եթե Աստված ապրեր քո մեջ, նա անպայման կթակեր քո սրտի դուռը։ Կթակեր քո սրտի դուռը։ Ոչ միայն կմխիթարվեիր, ոչ միայն կուրախանայիր, դու կփոխվեիր։ Մարդիկ կասեն տարիներ են անցել, ես քեզ տեսել եմ, որ դու նոր էիր եկի հավատքի մեջ, ինչ անհամ բաներ էիր խոսում։ Բայց հիմա նայում եմ ինչ համով եղբայր ես, ինչ համով քույր ես, այն որ Քրիստոսի անուշ հոտը կա քո վրեն, դա նրանից է, որ նա հպվել է քո սրտին։ Իսկ եթե քեզ ասում են դու չես փոխվել, քեզ ասում են տան անդամները, դրսի մարդիկ, հարազատները, բարեկամները, դա նրանից է, որ նրա հոգին չի բնակվում քո մեջ։ Չի խփում։ Պետք է Սուրբ Հոգին հպվի քեզ, որ դու փոխվես։ Կա մարդ, որ համաձայն է ինձ հետ, որովհետև մարդուն կյանքում ոչ մեկ չի կարող փոխի բացի Աստծուց։ Նա պետք է ապրի քո ներսում։ Եթե դու նույն մեղքի հարատևող մեկն ես, դա խոսում է այն մասին, որ նա չի ապրում քո մեջ։ Սա բարդ է լսելը, բայց թող դու նա գա քո ներսում։ Դու ոչ միայն կմխիթարվես, դու ոչ միայն կփոխվես, դու օրեցօր կգնաս հավատքից հավատք, փառքից փառք, զորությունից զորություն նմանվելով Աստծո որդուն։ Ամեն։ Ես ավարտում եմ այսօրվա իմ ծառայությունը, ունեմ դեռ մի քանի րոպե ավարտելու եւ մի հատ առակ եմ ուզում ձեզ պատմել։ Առակ չէ, ճիշտն ասած ավելի շատ կենթանի վկայություն է, կենթանի վկայություն եմ ուզում ձեզ պատմել։ Եթե չեմ սխալվում, մեկ անգամ դա ես արդեն պատմել եմ այստեղ, բայց ուզում եմ այսօր պատմել բոլոր նրանց համար, ովքեր վերջերս են եկել եւ մեզ միացել։ Գիտես, ամեն տեղ կարելի է նայել եւ ամեն ինչի մեջ գտնել լավ բան։ Ամեն ինչից կարելի է սովորել, հավատացեք կարելի է երեխայից էլ սովորել։ Ձեզ թվում է, որ երեխան պետք է ձեզանից սովորի։ Երբեմն պարզություններ եւ անկեղծություններ բրեդյոցը երեխաներից սովորել, այո, մանկամիտ, պարզ, սենց ջիջ միտք, հա, երեխաները ունեն։ Կար մի անասնաբույժ, որին զանգահարեցին եւ խնդրեցին, որ գա եւ ստուգի 13 տարեկան լաբրադոր տեսակի մի շան, որի անունն էր Բատուտա։ Եվ շունը ծանր հիվանդ էր, եւ երբ որ այդ անասնաբույժը եկավ եւ նայեց շանը, զննեց, հասկացավ, որ շանը մնացել է ժամեր քնելու եւ ասեց, գիտեք, անցկացրեք ձեր ժամերը այս շան հետ, որովհետեւ նա երկար կյանք չունի։ Տանը կար փոքրիկ տղա, որը պինդ գրկել էր, պատմում է անասնաբույժը, այդ շունը պարուրված էր ամբողջ ընտանիքի անդամների սիրով, հոգատարությամբ եւ այլն, երեխան պինդ գրկել էր շանը եւ հանկարծ նկատեց, որ շունը փակեց աչքերը եւ նա քնեց չարտնանալու այլևս պայմանով եւ երեխան հարց տվեց մորը. մայրիկ, ինչու համար շները կարճ են ապրում, քան մարդիկ։ Մայրը պատասխանեց. որդիս, երբ շները ծնվում են, նրանք ապրում են կարճ եւ ունեն այնպիսի որակներ, որ կարիք չունեն դա մի երկար կյանք ապրեն սովորելու համար։ Նրանք ունեն հավատարմություն, երբ իրանք ծնվում են, այդ որակը իրանց մեջ է։ Հավատարմություն։ Նրանք գիտեն ինչպես սիրել տան անդամներին։ Երբ տան անդամներից մեկը տուն է վերադառնում, իրանք ցատկոտում են ուրախությունից։ Նրանք գիտեն ինչպես սիրել շրջապատը։ Նրանք գիտեն ինչպես գնահատել բնությունը, երբ իրանք դուրս են տանում։ Նրանք ուրախությունից թռչկոտում են, որովհետև նրանք ծնվել են գոհացող սրտով, ծնվել են հավատարմության որակով։ Դրա համար նրանց պետք չի մարդու պես մի երկար կյանք ապրել, որ սիրել սովորեն, գոհանալ սովորեն, հա, գնահատել սովորեն, ինչ որ ունեն տանը, ինչ որ ունեն շրջապատում եւ ինչ որ Աստված տվել է։ Առակի միտքը սա է։ Մարդը երկար ապրում է, որ մի ամբողջ երկար գիտակցական կյանքի ընթացքում հասցնի ներել, սիրել, սովորել, գնահատել եւ գոհանալ։ Երբ կանգնենք ոտքի։ Հալելույա։ Ես ուզում եմ մի աղոթք անենք, բայց ուզում եմ այս աղոթքը իրար հետ անենք, որից հետո կգնանք ճաշակելու այս հացը։ Հալելույա, փառք Տիրոջը։ Չգիտեմ, չեմ ուզում այստեղից այսպեսի հարց տամ, կտամ, բայց պատասխանը չեմ ուզում լսել, դուք պատասխան ունեցեք ձեր ներսում։ Քանիսներդ գողության տոնի ժամանակ, երբ որ ճոխ սեղաններ գցեցիք ու մի քանի օր վազեցիք այդ սեղանները ճոխ գցելու համար, ծախսեր արեցիք, էփեցիք, թափեցիք, լվացիք, զարդարեցիք, սարքեցիք, քանիսներդ
ճաշակելուց առաջ աղոթեցիք։ Փառք Տիրոջը։ Գոհացեք Տիրոջից այդ բոլոր բարիքների համար, որ նա մեզ հողից հաց է տալիս, որ նա մեր մարմինները կերակրում է եւ մենք տկար չենք ու սոված չենք, փառք Հիսուսին, ամեն։ Ապա հիմա ուզում եմ, որ դու խոնարհես քո գլուխը եւ ուզում եմ ինձ հետ միասին կխնդրեմ, որ խոնարհես քո գլուխը։ Thanksgiving, նույն ինքը գովաբանության օրը։ Եվ այս օրը միայն պետք է գոհանալ Տիրոջից։ Եվ ես քեզ ասեմ, ոչ միայն այսօր, 365 օր քո աղոթքդ առաջին լինի նրանից։ Տեր, ես գոհանում եմ քեզանից։ Գոհությունը ծնում է գոհություն։ Ամեն։ Ուզում եմ ինձ հետ միասին բոլորս բարձրաձայն կրկնենք հետևյալ բառերը։ Ես ուզում եմ ասեմ, թե ինչի համար ենք հիմա գոհանալու նրանից։ Ուզում եմ, որ ինձ հետ միասին եկեղեցին խոնարհի իր գլուխը, բարձրացրու քո ձեռքերը եւ հիմա տալու ենք նրան գոհություն։ Բարձրացրու քո ձեռքերը, եթե դժվար չէ, բարձրացրու քո ձեռքերը։ Խոնարհիր քո գլուխը եւ եկեք աղոթենք միասին։ Ես շնորհակալ եմ սիրելու կարողության համար։ Շնորհակալ եմ կյանքիս համար։ Շնորհակալ եմ թանկարժեք հարաբերություններիս համար։ Շնորհակալ եմ եկեղեցուս համար։ Եվ այն ամենը, ինչից ստանում եմ այստեղից։ Շնորհակալ եմ բնության համար։ Շնորհակալ եմ ինձ ուժ եւ կարողություն տալու համար։ Բայց ամենից շատ անչափ շնորհակալ եմ քեզանից իմ փրկիչ, որ իմ կյանքը դարձրել ես ուրախ եւ ամենադժվար, ամենամութ պահերը վերածել ես գեղեցկության։ Շնորհակալ եմ Հիսուս, գոհանում եմ քեզանից, գոհանում եմ ինչ որ ունեմ, շնորհակալ եմ Տեր, վերցրու իմ գոհությունը, ստացիր իմ գոհությունը Տեր, ես խոնարհվում եմ քո առջև, կրկին փառք տալով քեզ, Հայր, Որդին եւ Սուրբ Հոգի, եւ բոլորն ասացին Հալելույա, փառք Տիրոջը։ Այս վերջին փառաբանության երգից հետո ես կխնդրեմ, որ բոլորս շարժվենք դեպի նախասրահ, որտեղ աղոթքով, շնորհակալության եւ գոհության աղոթքով բոլորս միասին ճաշակելու ենք այն բարիքները, որ Տերը տվել է։ Եղեք օրհնված։